Ճիշտ է, կոֆեի սեղան չէ, բայց այսօր խոսում ենք հայի տեսակներից։ Դու աշխարհ մանարի հետա տեսակի հայ չես գտնում։ Բայց ասեք, որ բոլորիս ընտանիքներում բարեկամների մեջ կա մի հատ հայի տեսակ, որին ամենասրտացավ, ամենանրբանկատն է։ Ասենք էլ մեծ քաղաքից դուրս եթալու Օսմանմասի հարցը լուծած է, ես պոդրոստի կփերեմ։ Օրիկների ժամանակ մեծերին նստում է լավ աթոռներին, զանգում է բոլորի թոռներին, ծնունդները շնորհավորում է, բայց էլ իր կողքին կա մի հատ հայի տեսակ, որի անից միշտ դժգոհ է։ Ձեռներիդ վրա 10 ծվով բեկոնով ծված եղել անես օգուտ չունի։ Չփորձեք մարեք հայի կրակին, չեք կարա կոդրեք դուք հայի հոգին։ Նայեցի Միքոյից կրակ աշկերին բանիշ է։ Հայի երկու տեսակ կա, մեկը որ աշկերին նայում ես կրակ է թառնում աշկերից, այն մեկն էլ որ ամեն օր նստած իմ ու քոյ անում։ Դա որ Միքոյն չանի իմ ու քոն, Միքոյին մենք կտանք բեկոն։ Բայց լսացել ես, տոտին էտմա պոպին ասում է, օմուսնյակ, դորա իմ թոշակը։ Վայ, Օսմականիկ լավ էլի է, քականիկ ես, իմ ու քո ես անում։ Կյանքս, չգիտես, մեր մեջ իմ ու քո չկա, ամեն իմն է։ Ու կա եւս մեկ հազվադեպ պատահող հայի տեսակ, բոլորից պարտքով փող է վերցնում։ Մի օր այդ բոլորին պարտքը լող տղեն, ընկերներին հավաքում է, ասում է տղեկ, ես որոշել եմ իմ անցյալը մոռանամ, նոր էջից սկսեմ։ Անից որ եթե ես դեզի փող էի պարտք, ընձանից անտվեք։ Որ շիտակն է այս ընկերոջը դեմքին, բարին կկպնի քո բերքու բարիքին։ Ու կա հայի մի տեսակ, որ երբեք չի վերանա։ Կերտող, արարող, ընտանիքը սիրող։ Արի այս սարերին վկա պահենք ու որոշենք, որ լինելու ենք հենց այդ հայի տեսակը։ Ուզում ես նայես խաղող երկնքին, մի կպի հայի կամքին ու քիմքին։ Ելանք։